Արյուն անուն պաստար 1900-ից 5900 դրամով իդեալ համակարգի խանութ սրահներում։ Ինչպես էր հնարավոր ուղղակի զիջել դիրքերն ու ստիպված լինել համակերպվել ադրբեջանական կողմից քարտեզային պահանջներին, ովքեր են 5-րդ շարասյունավորները բանակում, որոնք, այսպես ասենք, արգելում են իշխանություններին վարվել ճիշտ, քննարկելու եմ արդեն ողջ մնալու արվեստը ռազմահայրենասիրական, հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովի հետ, պարոն Վարդանովը մեզ հետ ուղիղ կապի մեջ է, անչափ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք միացաք մեզ, պարոն Վարդանով։ Նախ եւ առաջ կցանկանայի, որպեսզի մեկնաբանեի կարծիք ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի հերացումը ռացիոնալ եւ adekvat մոտեցում է իշխանության կողմից այս պարագայում։ Չեմ կարծում, որ ճիշտ է, ոչ էլ ճանաչում եմ իրան, այդ որ ասենք շուտ ծանոթ եմ ու կարամ իր պրոֆեսիոնալիզմը նշեմ, բայց մեր իշխանությունները մի քիչ սխալ տակտիկա են որդեգրել կադրային, դա թե պաշտպանության նախարարության հետ կապված, թե ազգային անվտանգության, ու դա առաջի դեպքը չի ու առաջի տարին չի, ամեն լուրջ կամ միջին լրջության, ասենք միջադեպի ժամանակ, ոնց որ ասած, այդ կառույցներում առաջի դեմքերին են փոխում, այդպես չի կարելի, վերջապես հազարատ ասացված կա էլի ու որոնք օդից չեն բանարել, որ օրինել տարբեր ազգերը, որ ասենք Лошадей на переправе не меняют, или այդ տիպի բաներ շատ կա, ոնց կարելի է ասենց ամեն բանի հասկանում եք պաշտոնյան գործեր ընդունելու համար շաբաթներ ու ամիսներ է ծախսում, իսկ այն ժամանակ, երբ որ դու ասենց շատ արագ ինչ-որ օպերատիվ լուծումներ պիտի տաս, դու այդ ժամանակ սովորական դպրոցական ես կամ ուսանող ես, որը որ պիտի սովորի այդ գործը, որի վրա քեզ նոր նշանակում են։ Դա մի քիչ adekvat չի այն վտանգներին, որ Հայաստանը շրջապատում են։ Անկախ դրանից, ասենք, այդ ազգային անվտանգության պետն է, ռազմական կառույցի ինչ-որ, չգիտեմ, վարչության պետ կամ կորպուսի հրամանատար, թեկուզ պաշտպանության նախարար կամ ազգային անվտանգության տնօրեն։ Չի կարելի այդպես վարվել։ Դա անհեռատես է եւ վտանգավոր է, լի է բավականին ծանր հետևանքներով։ Հիմա որ մի բան պատահեց, հաստատ նոր նշանակված մարդը լինելով անտեղյակ, շատ ու շատ հարցերում ավելի քիչ adekvat, ասենք, որոշումներ է ընդունելու։ Պարոն Վարդանով, հիմա անդրադառնանք բանակում տիրող իրավիճակին, Փաշինյանը այսօր ազգային ժողովում հայտարարեց, որ մենք ունենք իրավիճակ, երբ բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է առաջացրել եւ հանձնարարել իր ենթականերին, այսպես ինչպես ինքն է ասել, պարզապես թողնել դիրքերը։ Առհասարակ խոսույթը բանակում 5-րդ շարասյան հրամանատարների, որոնք հրահանգում են պետության ազգային շահերին հակասող գործողություններ անել, բայց անուններ չեն հնչում, մենք չգիտենք ում մասին է խոսքը գնում, վնասում են բանակին, թե օգնում են բանակի առողջացմանը։ Ի վերջո մի բան է ասել դրա մասին, մեկ այլ բան է ապացուցել դա, ցույց տալով, որ դրա դեմ պայքար է վարվում։ Իսկ եթե այդ պայքարը չենք տեսնում, ինչ կարելի է ենթադրել։ Իմ չափ երևի բանակը ոչ մեկ, ասենք, չի քննադատել։ Ես քննադատության հետ եմ, ոչ թե պայքարի, հաստատ, այսօրվա ոչ մի իշխանավոր այդքան, ասենք, ժամանակին չի քննադատել մեր զինված ուժերը, որը իմ կարծիքով չէր համապատասխանում են վտանգներին, որը, ասենք, ներկայացնում է Օսմանյան-Թուրքյան եւ իր կցորդը Մերձկասպյան թուրքերի ստեղծած Բաքվի հանրապետությունը։ Բայց հասկանում եք, 37 թիվը եթե չլիներ, այն մարդիկ, ովքեր որ Սովետ միությունում են մեծացել, հասունացել, դպրոց են գնացել, ավելի լավ կհասկանան իմ ասածը, ով մի քիչ ուշ է ծնվել եւ հետաքրքրություններ չի ունեցել ոչ վաղ պատմության նկատմամբ, ասեմ, 36 թվականին սկսում է եւ 37 թվականին գագաթին է հասնում
բանակում այսպես ասած չիստկեքը, երբ որ բանակային հսկայական սպայական եւ գեներալիտետի զանգված հսկայական Ստալինը իրան ոչ լոյալության համար կամ այսպես ասած կոմունիստական գաղափարախոսությանը չհամապատասխանելու համար 100%-ով այտենց տարբեր բաներով էլի առիթներով սպայական եւ գեներալիտետի հսկայական զանգված հեռացվեց եւ եթե դա չլիներ շատ ու շատ ասենք ռազմական վերլուծաբաններ եւ ռազմական պատմաբաններ պնդում են որ 41 թվականին այտենց հաղթական արշավ գերմանական բանակը սովետ միության ասենք տարածք չեր ունենա 41 թվականին մենք հիմա չեմ կարծում որ գիտակցաբար ավելի շուտ դա բացատրվում է ներքին վախերով երևի մենք ոնց որ աջակցենք մեր հակառակորդին, որ ինքը արագ տակտիկական, իսկ հնարավոր է նաև ոչ տակտիկական, ասենք, մակարդակը կարա վնասների, որ ինքը մեզ կհասցնի ավելի մեծրնի, քան մարտավարական, հաջողություններ գրանցի։ Ու այդ հաջողությունները, որ ինքը որ գրանցի, հաճախ մեր կադրային քաղաքականության սխալներն են։ Այդ մեթոդը, որը որ կիրառվում է ամեն առիթով, ասենք, վերադարձ փոխել, լոյալ մարդկանց դնել։ Ես հասկանում եմ, դա նորմալ պրակտիկա է, ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ նորմալ պրակտիկա է, երբ որ բան անց գլխավոր, ոնց որ ասած, պաշտոնների վրա լոյալ մարդիկ են նշանակվում, բայց ցանկացած բարձր պաշտոն, ցանկացած փոքրիկ ղեկ անգամ լոյալ մարդ նշանակել եւ ինչի՞ չէ ասենք նույնիսկ մարիոնետկայի աստիճանի օրինակ ես մի հատ օրինակ չէ ոչ մի օրինակ էլ չեմ բերեմ էլի քաղաքականացնեմ բայց օրինակ զինվորականը հո ինքը մարիոնետկա չի ինքը կարա չէ ասենք իր կարծիքը ունենա եւ իր կարծիքը հայտնելուց ասենք միանգամից հրճակվում է ասենք դավաճան 5-րդ շարասյուն օրինակ ես Միշկային ասենք այդ Միքայել Արզումանյանին լավ չեմ հասկանում էլի կամ մյուս գեներալներին չեմ ուզում թվարկեմ էլի ոնց կարելի է իրանց հետապնդել այս նեղ մաջալին հասկանում եք հետո կարող է իրանց պլետով էլ ծեծես ինչ որ բանի պատճառով բայց հիմա սխալ է մենք շատ սխալներ ենք թույլ տալի ու այդ սխալների այդ շքերթին վերջ պետք տալ այդ 5-րդ շարասյունը արդյոք սա նշանակում է ահա կներեք մի բան արդյոք սա նշանակում է որ պատասխանատուներ 5-րդ ես միտեղ բացատրել եմ 50-ը ինչա նշանակում ցավալի է բայց այդ տերմինը շատ է օգտագործվում ինքը շատ անգրագետ տերմին է որովհետև 5-րդ շարասյուն դա նշանակում է ուրեմն 4 շարասյունով Ֆրանցիսկո Ֆրանկոն ուրեմն գրոհում էր Իսպանիայի հանրապետական ասենք զորքերին ճակատից եւ 5-րդը իսպանական ասենք մայրաքաղաքում ձևավորվում են նախկին զինվորականներից եւ գործող զինվորականներից 5-րդ շարասյուն ճակառվողների մեջքից են խփում 5-րդ շարասյուն երբ որ ասում ենք դա ինչ է նշանակում թուրքերի օգտին աշխատող զինվորականների կամ մեծ զանգված ովքեր որ թուրքերի օգտին մեր մեջքից կխփեն դա շատ սխալ տերմին է որ օգտագործվում է ցավալի է որ ինչ որ անհեռատես ես կասեի ասենք հանցավոր ասենք այդ լոզունգը որ Հայաստանում հիմա կիրառվում է դա շատ բաժանարար հանցավոր բառ է այդ բառերը չգիտեմ մեր քաղաքական էլիտային եւ оппозиցիային պետք է հասցնենք որ դա հանցավոր է դա օգտագործել այդ ձևի ասենք sense ծեպեր խփել մեր ժողովրդի մեջ այն էլ ուժային կառույցների մեջ չի կարելի Հիմա դառնանք պատասխանատվությանը
Տեսեք, պարոն Վարդանով, այնինչ տեղի ունեցավ տեղ գյուղի հատվածում, բոլոր շատ-շատերիս համար անհասկանալի էր, երբ օրինակ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ ըստ էության հակառակորդը քայլերով եկել վերցրել է հայկական դիրքերը, իսկ հայկական կողմը խոշոր հաշվով գործողություններ չի իրականացրել էսկալացիա թույլ չտալու համար։ Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ստացվում է, որ առանց այդ հրահրելու էլ, եթե ադրբեջանցի կարիքն ունենան ինչ-որ բան սադրելու են եւ լինելու են երկու կողմերից զոհեր, մեր կողմից ցավալիորեն 4 զոհ։ Հիմա սա ինչ կապ ունի 5-րդ Շարասյան հետ, եթե իրապահ ամենաբարձր մակարդակում է ասվում, որ մենք չենք գնացել գործողությունների էսկալացիան կանխելու համար։ Սա 5-րդ Շարասյան հայտարարություն է, թե սա պարզապես իշխանության կողմից, կառավարության կողմից ընդունված adekvat որոշում է։ Հիմա այստեղ ով է մեղավոր եւ որն է նպատակը մեղքը բարթել այլոց վրա, արդյոք պատասխանատվությունից խուսափելը։ Մի քիչ առաջ ասեցի 5-րդ Շարասյուն բառը ես ցանկացածին ով Հայաստանում օգտագործում է թուրքերի դեմ պատերազմելուց այդ բառը ես իրան անհեռատես հանցավոր նույնիսկ հիմար եմ համարում անկախ դրանից ինչ պաշտոնա զբաղացնում կամ նախկինում էր խիր չի իհարկե մանավանդ այս կռվող տղաներին մանավանդ ադիների տակ եղած տղաներին չի կարելի այտենց հիմար հայտարարություններ անել հերիք եղավ ոլ եղավ էլի ուզում եք ինձ բռնեք դատեք բայց ոլա բաժանեք մեր սևերի, սպիտակների, սերիների ու ռամաշկաների երկիրը, ասենք, ընդհանուր մի երկիր է, որտեղ զինված կառույցները ընդհանուր են։ Պատասխանատվությունը ուրիշի վրա բրթելը դա ստանդարտ պրոցեդուրա է ցանկացած երկրում, երբ որ վերադասը փորձում է, ասենք, որոշ իր բաց թողումները ստորադասի վրա դնի, դրա համար հատուկ բառ կա, ասենք կազոլ ատոշինը, կանոխաս հայերեն, դրա մեջ այդպես մի հատ ոչ մի know-how չեմ տենում, էլի, որ մեր մոտ ասենք հորինել են։ Շատ ցավալի է, որ բաժանարար, հերթական բաժանարար տերմինաբանություն է օգտագործվում, եթե նույնիսկ ասենք քիչ մեղավորին կամ շատ մեղավորին հիմա բացահայտ փորձում են առանց այդ բաժանարար գծեր գցելու մեր մեջ առանց մեր մեջ անդառնալու կարելի անել որ ես ասել այս մարդը ռազմական ասենք որոշ ռազմականացված կառույցի ղեկավարը թերացել է իր պարտականությունների մեջ սխալ հրաման է տվել արդյունքում բանը որպես служебный неполное կամ полное несоответствие, то есть ծառայողական անհամապատասխանելու պատճառով հեռացնում ենք։ Իրա ասենք այդ բաժանումները մեր մեջ գցել էլ չգիտեմ, կարծում եմ ասենք Դավիթ ջան, ձեր հաղորդումը շատ մարդ է նայում, հուսամ խոսքերը կհասցնեն էլի այդ բաժանողներին, թե աչերից, թե ձախերից թե չգիտեմ իներից թե սևերից բաժանի մեզ թողեք հակառակորդի դեմը առնենք էլի Պարոն Վարդանով հիմա դառնանք արդեն ես ամբողջությամբ ձեզ հետ համաձայն եմ անհնար է պարզապես առավել ևս այս փուլում չհամաձայնվել եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը որ այս կորուստներից հետո ազգային ժողովում քննարկվում են ոչ թե խնդիրների լուծումները այլ քննարկվում է թե նախկինում որ թվականի զենքերով է Հայաստանի Հանրապետության բանակը պայքարել ինչ էպիտետներ է ունեցել որոնք չեն արդարացվել սրանք կարծում եմ հանգամյա իշխանություն ունեցող իշխանությունների համար adekvat մոտեցում չի առկա իրավիճակին ես ձեզ հետ կրկին չեմ կարող չհամաձայնվել որտեղ խորհրդարանում կարծես հիմա լուծումներ պիտի հնչեին ոչ թե նախկինի հիշողություններ հիմա դառնանք արդեն առկա իրավիճակին մենք վերջերս դեպք արձանագրեցինք երբ երասխի հատվածից ադրբեջանցի զինծառայող, որը ներկայացրեց, որ ինքը մենակ չէր, եկել հասել էր մինչև Սիսիան, Սիսիանի հարակից գյուղեր, այնտեղ մենակ որոշել էին, կարողացել էին նրան նկատել եւ ձերբակալվել էր իրավապահների կողմից։ Սա էլ խոսվում է արդեն երասխի հատվածից, որը ավանդաբար մեր մոտ ահագին ամուր պաշտպանություն ունեցող, լավ պահպանվող սահմանագիծ է։ Մի կողմից երասխից ներթափանցում, մյուս կողմից տեղ գյուղի հատվածում
առաջ գալու փորձ, որոշ դեպքերում նաև անխոչնդոտ։ Սա ինչի մասին է խոսում, որ մենք դեռևս ունակ չենք դիմակայելու այն նոր անվտանգային իրավիճակին, որ ձևավորվել է մեր սահմանների շուրջ, թե այլ պատճառներ էլ կան, ասենք, չգիտեմ, հատուկ դիվերսիոն գործողություններ թշնամու կողմից անդադար ցուցադրելու, որ Հայաստանը անպաշտպան է, պարզապես վատ անարդյունավետ կառավարում, որը պետք է վերանայել եւ գուցե այլ կերպ մոտենալ ծառայությանը։ Ինչու են այս դեպքերը շատ հաճախ արձանագրվում առավել եւս վերջին շրջան։ Դա կարծում եմ, ասենք, թուրքերի ավելի ու ավելի լկտիանալու հետևանքն է, որովհետև երբ որ փողոցային խուլիգանը մի քիչ կոպիտ հետդ խոսաչարձագանք ես, ոնց որ կարգնա, օրերից մի օր կշվացնի, օրերից մի օր քացով հետևիդ կխփի ու վազելով կուղարկի, ասենք, պիվա առնելու քո հաշվին։ Դա դրանով է բացատրվում։ Իսկ ինչ վերաբերվում է, ասենք, երասխի դիրքերին, տեղի դեպքերին, մենք շատ սխալ ճանապարհ ենք բռնել մտածելով, որ պրոֆեսիոնալ, դա էլ անգրագետ տերմին է ու խոսում է միայն ու միայն օգտագործողի կողմից, որ ինքը անտեղյակ է ռազմական գործին, ուրեմն պրոֆեսիոնալ փոքրաթիվ բանակ, այն դեպքում, որ ասենք Հայաստանի սահմանները պահպանելու համար սահմանապահ զորքերը միայն արդեն պետք է լինեն մի 25,000, որովհետև շատ է, ասենք, մեր մոտ բանը համ հարևանն է անհանգիստ, մեղմ ասած, համ ռելիեֆն է շատ բարդ, իսկ սահմանապահ զորքերը երբեք ոչ մի երկրում սահմանը չեն պաշտպանում, իրանց անոնի մեջ կա սահմանապահ, դա նշանակում է իրանց մեջքի հետևն էլ պիտի լինի արհեստավար մեծաթիվ բանակ, մեծաթիվ, եթե մի 25,000 սահմանապահ զորքեր պիտի ունենաս, ուրեմն սահմանապաշտպան բանակայիններ, ռազմի նախարարություն կլինի, նախարարությունից կլինեն այդ գրանցված այդ մարդիկ, կապ չունի, որտեղ են գրանցված, բայց սահմանապաշտպան ուժերն էլ պետք է լինեն գոնե կրկնակի ավել։ Հետո ասենք գալիս է sense մի հատ ուրիշ հարց, շատ հոյակապ, ասենք, նախաձեռնություններ ունի այսօրվա իշխանության մեծամասնությունը, որ պարլամենտում բան արել, նկատի ունեմ զենքի օրենքը, 26-ին պիտի 28-ին պիտի ուժի մեջ մտնի, չի մտել, որովհետև իր համար անհրաժեշտ զակոննի ու պատզակոննի ակտերը չի ընդունվել, որովհետև, ասենք, ինչ որ մարդիկ այնքան էլ անհանգստացած չեն մեր այս հարևանի, ասենք, ներկայությունով, այն մյուս հարևանի էլ, որը մոտորապես մի 9 անգամ այս մեկից մեծա, թե 10 անգամ իր մեր նկատմամբ ոչ բարի, ասենք, վերաբերմունքով։ Արդյունքում մենք ռազմամարզական կառույցների օրենքը չենք ընդունել։ Տարան քնցրեցին մի կես տարի, խելամիտ, ասենք, մարդիկ, այն դեպքում, որ ինքը խմորոտ էր, ինչ էր, բայց տարան քնցրեցին, բանը, օրենքը ընդունվել է 20 թվականին աշխարհազորի օրենքը, խմորոտա միանշանակ, ես ձեզ որպես իրավաբան եմ ասում, կրթությամբ, որ շատ խմորոտ է, բայց ընդունված է օրենքը, հայրունի դզել էլի կոնստիտուցիա, կանստիտուցիան են մարդիկ պապրավկեք դրացումները կամ նոր իրավիճակը որսումա որոշակի փոփոխություններ են մտնում ու նմանատիպ բաներ, տերաբարունայի տարածքային պաշտպանությունը ինչ ախմախ վիճակի բերեցնում են, տարբեր մեծ նաչալնիկներ ոչ զինվորական, տեղակալներ էին նշանակում, չգիտեմ, հաստ ոսկի ցեպերով կանանց տարածքային պաշտպանության գծով, ասենք, քաղաքապետի տեղակալ։ Հիմա տեղ կա, ասենք, քաղաքապետները կամ ինչ-որ համայնքապետները չունեն պաշտպանության գծով տեղակալներ, պլյուս մեզ պետք չի ուրեմն տոտալ պաշտպանություն, մեզ պետք չի համապարփակ է պաշտպանության համակարգը, բայց մեր միակ ձևը դիմադրելու հակառակին, հենց նույն, ասենք, այդ
յալորյալ, իսկ հնարավոր է, ասենք, այդից շատ դեմոնստրատիվ ակտ ա եղել, որովհետև ոնց հասկանում եմ, բավականին սիմվոլիկ տուն է դուրը թակել այդ թուրքը, չէ։ Ուրեմն միակ բանը բացատրությունը, որ այդ մարդը եկել հասել է, ոստիկանական կամ բանակային ուժերը իրանք բեզռազմեր չեն, բայց եթե լիներ տարածքային պաշտպանություն, գոնե երկրորդին շատ արագ կբռնեին, որովհետև տարածքային պաշտպանությունը դա բանակի օգնություն, դա համայնքի հասուն մարդիկ են, ովքեր որ պետք եղած վաղ այնին են օգնում, երկրաշարժի կամ հրդեհների ժամանակ պետք եղած վաղ այս դեպքը ոստիկանությանն են օգնում, կասկածյալին կամ հանցագործին բռնում, պետք եղած վաղ զինվորի կողքին են կանգնում, և մեր մոտ ոչ թե հայոց բանակ մենք քո հետ ենք երգն է հնչում, այ իրոք Հայաստանի քաղաքացին հայոց բանակի կողքին է ու մենակ չի թողում բանակայիններին։ Մենք բաներ ունենք, ասենք, այդ իշխանությունները, նախորդ իշխանությունների ժամանակ նման օրենքներ չընդունվեց։ Բացատրություններ կա, որովհետև վախում էին, որ մասսայական զենքեր, ասում են այնքան ժողովրդականություն չէին վայելում եւ այլն, ու չէր կարող ասենք համենայն դեպս իմ ուղիղ հարցին Սնոհանյանը 14-ին պատասխանեց, որ ես դեմ չեմ պրինցիպի զենքը ոչությանը բաժանվի, բայց ասենք այնքան էլ ցանկալի չի, որ բնակչությանը բաժանվի։ Հիմա ասենք ոնց որ թե այս իշխանությունները բան ունեն, գոնե մի 50% ձայն ունեն, ու իրանք օրենքներ ընդունում են, բայց հետնել ընենց են անում, որ այդ օրենքները չաշխատի, որ մեր բնակչությունը պարապած, կազմակերպված եւ զինված հանգարց չլինի, այդ ո՞նց հասկանա։ Խելքի է պետք գա, թե հետո վերջապես մենք պետք է գոնե մի փոքր, ասենք, հասկանանք, գոնե մի փոքր ինչ բանա պետական կառավարումը։ Պետական կառավարումը հարգելիներս, դա մենակ դիմություն չի, իրա մի մասը ընդդիմությունն է։ Իրանք երկուսն էլ իշխանության մաս են, փոքրիկ եւ մեծիկ, այսպես ասած։ Պիտի այդ ամեն ինչը իրար հետ կարողանան աշխատեն։ Եթե իրանք իրար հետ չեն աշխատում, մենք հակառակորդին կանգնացնելու, երկար ժամանակ զսպելու, ել չեմ ասում ջախջախելու եւ հակահարվածներով ազատագրելու են հողերը, որ 20 թվականին զիջեցինք, շանս չունենք։ Մենք պիտի հասկանանք, որ արտաքին վտանգների դեպքում մենք պետք է մի բռունցք լինենք։ Ես մի քիչ բորբոքված եմ, երևի անգամ էլ adekvat ձեր հարցերին չեմ պատասխանում, ավելի շատ իմ մտքերին եմ պատասխանում, կներեք։ Ես ձեր մտահոգությունները եւ դժգոհությունները ամբողջությամբ կիսում եմ, պարոն Վարդանով, ես հույս ունեմ, որ հնարավոր կլինի այս տեղեկատվությունը հանրայնացնելու միջոցով հասցնել պատկաններին եւ որոշումներ կայացնողներին, որ սրանք օրհասական հարցն եւ սրանց լուծումները պետք է տալ։ Ժոպե շուտ կրկին անչափ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք ու այս կարևոր թեմայի շուրջ մեր եթերում հարցազրույցեցիք մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ ես ուղիղ կապ էի հաստատել Երևան զրուցում էի ողջ մնալու արվեստը ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովի հետ։